Ճանապարհ, դիմավորեք ուտեստների թագուհի մեր ամենահամով հայկական թփով տոլմային։ Շատ եմ սիրում թփով տոլմա երեխաներ, սխտոր մածունով։ Այ հիմա սխտոր մածունը կավելացնենք եւ կհամտեսենք, որտեղ է սխտոր մածունը, որտեղ է սխտոր մածունը։ Ոչ ինչ տարօրինակ ձայն էր։ Դուք լսեցիք երեխաներ։ Մի րոպե։ Կարծես թե այս կողմից է։ Չէ, այս կողմից, չէ, այս։ Գո երեխաներ, սա իմ պապիկի հին հեռուստացույցն է։ Բարև, բուլբուլթան։ Ողջույն տիկին հեռուստացույց։ Ողջույն, սիրելի երեխաներ։ Օ, տեսնում եմ, տոլմա ես պատրաստեմ։ Այո։ Իսկ դու գիտես տոլմայի պատմությունը։ Իհարկե գիտեմ, որ տոլման հայկական ուտեստների թագուհին է եւ ես շատ եմ սիրում տոլմա։ Դե լսիր։ Բազմաթիվ ուտեստների շարքում, որոնք առանձնահատուկ տեղ են զբաղեցնում սննդի սիրահարների սրտում, տոլման հանդես է գալիս որպես սերնդեսերունդ փոխանցված խոհարարական ստեղծագործական արվեստի վկայություն։ Տոլման հայկական խոհանոցի բաղադրատոմս է։ Բառն առաջացել է ուրարտերեն տոլի բառից, որը նշանակում է խաղողի տերև։ Այստեղից էլ տոլմա, խաղողի տերևի մեջ լցոնված եւ փաթաթված ճաշատեսակ։ Հայաստանում տոլման ամենատարածված եւ ամենահայտնի ուտեստներից մեկն է։ Սովորաբար այն մատուցում են մածունով եւ ճզմած սխտորով։ Ինչպես նաեւ օգտագործվում են տարբեր խոտաբույսեր՝ ռեհան, խնկածաղիկ, թարխուն։ Տոլմայի պատրաստման համար անհրաժեշտ տերևները պետք է լինեն ամենանուրբը եւ ամենամատղաշը։ Կիրառվում են թե խաղողի, թե կաղամբի թփեր։ Ինչպես նաև գոյություն ունի տոլմայի մի տեսակ, որը հայերն անվանում են պասուց տոլմա, որն իրենից ներկայացնում է պահքի համար նախատեսված տոլմա, որի միջուկն են կազմում ոսպը, կարմիր լոբին, սիսերը, ցորենի հատիկավորները, տապակած սոխը, տոմատի մածուկը։ Բրնձի, համեմուկների եւ աղացած մսի անուշաբույր խառնուրդը խնամքով փաթաթվում է խաղողի տերևների մեջ, ստեղծելով գլանափաթեթների անուշաբույր բույլ։ Տոլման եփում են մարմանդ կրակի վրա, հետո անպայման թողնում հանգստանա։ Տոլման հսկայական մշակութային նշանակություն ունի։ Ավանդական այս ուտեստը, որը հաճախ պատրաստվում է տոնական առիթների ընտանեկան հավաքույթների ժամանակ, խորհրդանշում է միասնությունը, ժառանգությունը եւ ավանդույթների փոխանցումը սերնդից սերունդ։ Տոլմայի պատրաստումը սիրո աշխատանք է, որը միավորում է ընտանիքներին, երբ նրանք հավաքվում են միասին խաղողի տերևները քաղելիս եւ տոլման փաթաթելիս։ Երբ մենք ուսումնասիրում ենք տոլմայի հարուստ պատմությունը, հասկանում ենք նրա ամենազորավոր կողմը՝ ուտեստի հավաքական ուժը։ Այս սիրելի ուտեստը միավորում է ընտանիքներին եւ ընդգծում գերդաստանի գեղեցկությունը բառի ամբողջական իմաստով։ Օ, նաեւ ծաղիկներ։ Ծաղիկներ։ Տեսնում եմ, չես մոռացել, որ շուտով ամենակարևոր օրերից մեկն է՝ մայրության եւ գեղեցկության տոնը։ Այո, մայրիկները ծաղիկների պես նուրբ ու բարի են։ Լրիվ մոռացել էի, հա։ Ախ, դրա համար է քերի այգեպանը ծաղիկներ բերել։ Հարկավոր է վերցնել ծաղիկները եւ ուղևորվել մայրիկին շնորհավորելու։ Այո։ Ես հիմա կվերցնեմ ծաղիկները եւ կշտապեմ դեպի մայրիկի մոտ։ Հա, հիմա ծաղիկները վերցնենք, Օպլա։ Եվ շտապենք մայրիկին շնորհավորելու։ Տիկին հեռուստացույց, ձեզ թողնում եմ երեխաների հետ միասին։ Մնաք բարով։ Մնաք բարով։ Սիրելի երեխաներ, դուք էլ շնորհավոր եք ձեր մայրիկներին, եղեք խելոք, հոգատար, լավ սովորեք եւ լսեք մեծերին, ինչպես նաեւ հարգեք նրանց։ Իսկ ինչ անակնկալ կարելի է պատրաստել մայրիկների համար։ Հիմա մտածեմ,
Հասկացա, այդ հարցում մեզ օգնության կգա քաղցրաշենիկի արքայադուստր Քաղցրիկը։ Քաղցրիկս որտեղ ես։ Ողջույն սիրելի երեխաներ, ինչ հրաշալի տոն է։ Իսկ անակնկալները քաղցր են, ինչպես որ ես քաղցրիկս։ Ես նաև գիտեմ, որ դուք ուզում եք անակնկալ պատրաստել մայրիկների համար։ Այ դրա համար ես հիմա կպատմեմ մի շատ հետաքրքիր պատմություն։ Դուք գիտեք, որ մայրիկների սիրտն ամենաամուրն է, ամենաբարին ու ամենահոգատարը։ Նրանք կարող են սիրել ու հոգ տանել այնքան ուժեղ, որ անգամ հոգնածության մասին կարող են մոռանալ։ Եվ իհարկե, ես հիմա ձեզ թաքուն բան կասեմ։ Նրանք ունեն թաքնված ուժ։ Կարող են ընդամենը մի հայացքից հասկանալ, թե ինչ ենք մենք ցանկանում։ Այ օրինակ իմ մայրիկը միշտ գիտի, թե երբ եմ ես ուզում քաղցրիկներ ուտել։ Իսկ հիմա ես ձեզ կօգնեմ պատրաստել մի շատ գեղեցիկ բացիկ, որտեղ գրված կլինի մայրիկներին նվիրված բանաստեղծություն։ Հիմա վերցնում ենք թուղթը, մատիտը և սկսում ենք ստեղծագործել։ Մտածիր, քաղցրիկ, մտածիր, հասկացա, իմ մայրիկ նշան աժև, ժպիտը, և շատ պայծառ, երբ հիմա և իհարկե քաղցրիկները։ Հրաշալի։ Ահա և վերջ։ Հիմա ես այն կկարդամ ձեզ համար։ Երբ նայում եմ քո աչքերին, ողջ աշխարհն է ինձ ժպտում։ Երբ քո դեմքին ժպիտը կա, արևն է ինձ ողջունում։ Երբ մայրս կա աշխարհում, օրերն ուրախ են անցնում։ Երբ մորս շունչն եմ զգում, շատ հպարտ եմ ինձ զգում։ Մայր իմ սիրելի, ինչ անուշ ես, ինչ բարի։ Քո դեմքին ես նայելով գարնան գալուստն եմ տեսնում։ Երբ նայում եմ քո աչքերին, ողջ աշխարհն է ինձ ժպտում։ Ցանկանում եմ անվերջ ժպտաս։ Մեր տան հրաշք, միշտ շողաս։ Ինչ լավ է ստացվել։ Ահա եւ վերջ։ Պատրաստ է։ Երբ մայրիկս ուրախանա, ես էլ շատ ուրախ կլինեմ։ Դե ինչ, մայրիկներ, շնորհավորում եմ ձեր ամենագեղեցիկ տոնը։ Եվ դուք աշխարհի ամենաբարի, ամենահոգատար մարդիկ եք։ Իսկ դուք, սիրելի երեխաներ, մայրիկների տոնին նվիրված կարող եք պատրաստել մի շատ գեղեցիկ բացիկ, որտեղ կարող եք դնել ձեր ձեռքով նկարված նկարները և ուղարկել Բլթ շոուի Facebook-յան էջին։ Եվ գիտեք, լավագույն նկարները նկարած երեխաները կունենան հնարավորություն հյուրընկալելու պարոն Բլթբլթանի խոհանոց։ Դե ինչ, ձեզ հաջողություն եմ մաղթում։ Իսկ այժմ անակնկալ պարոն Բլթբլթանի կողմից նվիրված բոլոր մայրիկներին։ Դու իմ կյանքում ու ապրում ես իմ սրտում, թե տխուր և թե դժվար պատմի, քեզ եմ ես կանչում, քեզ եմ վստահում ամեն գաղտնիք, դու ես իմ ընկերը, և դեպի կրկին դառնամ մանգիկ, իմ մայրիկ, դու իմ լույսն ես, արշալույսն ես, ինչ բարի աչքեր ունես,
երբեք Նա է որ անվերջներ էլ գիտի անսահման սիրել Ախ մայրիկ շնցան կես ու անգին ինձ հետ է քո սերը Քոնուք ձերքերով շոյիր